Բարի եւ օրհնված օր բոլորիդ։ Իսկ դու գիտես, որ Աստված դեռ չի ավարտել քո կյանքի պատմությունը եւ հիմա շարունակում է այն գրել։ Գուցե դու հիմա ավարտին ես հասցրել քո կյանքի պատմությունը եւ դրել ես արդեն վերջակետ, բայց այնտեղ, որտեղ դու վերջակետ ես դրել, Աստված շարունակությունն է գրում։ Որովհետև լինում են պահեր, երբ որ մարդը կանգնում է ու ասում է, որ վերջ, ամեն բան ավարտված է։ Որովհետև ցավը երկար է տևում, սպասելիքները չեն երևում, եւ հետզհետե մարդու լռությունը դառնում է հուսահատության նշան։ Բայց գիտես, որ քո կյանքում այն, ինչ չի ստացվել, չի նշանակում, որ այն դառնալու է վերջակետ, որովհետև հենց դրանք կարող են լինել ուղղություն փոխելու պահեր քո կյանքում։ Ու դու տեսնում ես փակ դռներ, բայց Աստված տեսնում է, թե ինչից քեզ պետք է հեռացնել, որպեսզի ավելի մեծ բաներ բացվեն քո առաջ։ Մենք մարդիկս ուզում ենք արագ պատասխաններ, արագ փոփոխություններ, բայց Աստված այլ կերպ է աշխատում։ Աստված աշխատում է աստվածային խորությամբ։ Աստված չի շտապում ավարտել մեր պատմությունը։ Աստված այն ձևավորում է։ Ու երբ որ դու չես տեսնում Աստծո ներկայությունը քո կյանքի մեջ, քո կյանքի շարունակական էջերի մեջ, դա չի նշանակում, որ նա չկա։ Այլ հակառակը, Աստված շարունակում է գրել քո կյանքի գրքի հաջորդ գլուխները։ Ու մի հավատա այն վերջերին, որոնք դու ես գրել, որովհետև այնտեղ դեռ Աստված աշխատում է։ Ձեզ մի օրինակ բերեմ Աստվածաշնչից, հենց Հովսեփի օրինակը, երբ որ եղբայրները նրան նախանձից վաճառեցին որպես ստրուկ։ Ինքը կորցրեց իր ազատությունը, իր ընտանիքը, իր ապագան, նույնիսկ անարտար ձևով բանտ նետվեց, բայց այստեղ չավարտվեց ու չդրվեց վերջակետ, որովհետև Աստված հենց այստեղ էր աշխատում։ Հովսեփը հասավ մինչև Եգիպտոս ու դարձավ Եգիպտոսի երկրորդ մարդկանցից մեկը, մարդկանց սովից փրկեց եւ նույնիսկ փրկեց այն եղբայրներին, որոնք ժամանակին նախանձից իրեն որպես ստրուկ էին վաճառել։ Բայց հենց Ծննդոց գլխի 50-րդ գլխի 20-րդ խոսքում Հովսեփն ինչ ասեց։ Ասեց դուք մտածեցիք ինձ վնաս անել, բայց Աստված այն բարու վերածեց։ Եվ ինչի հենց այս օրինակը ձեզ բերեցի, որովհետև այնտեղ որտեղ մարդիկ ասում են վերջ, այնտեղ Աստված դնում է սկիզբը։ Եվ այսօր քո կոդորված պատմությունը վաղը կարող է դառնալ ինչ որ մեկի փրկության պատմությունը։ Երբ որ Հովսեփը բանտում էր, նա չէր տեսնում իր ապագան, իսկ Աստված արդեն գրում էր Հովսեփի թագավորական ավարտը։ Վերջում էլ քեզ մի բան ասեմ։ Աշխարհը կարող է փակել քո առաջ դռները։ Մարդիկ ու հանգամանքները վերջակետ դնել։ Բայց վերջի խոսքը աշխարհինը չէ։ Վերջի խոսքը Աստծունն է։ Շնորհակալ եմ քեզ, որ լսեցիր մինչև վերջ։ Գնա խաղաղությամբ, թող Աստված օրհնի քո կյանքը, քեզ տա ուժ ամեն բնակավարի մեջ։ Երբեք չմտածես, որ տվյալ իրավիճակը, որի մեջ հիմա դու կանգնած ես, կամ ինչի մեջ դու հիմա գտնվում ես, դա համարվում է վերջ։ Դա սկիզբ է Աստծո քո կյանքի մեջ գործելու նորանոր օրհնությունների։ Քո կյանքը չի ավարտվում այնտեղ, որտեղ դու ընկնում ես, այլ այնտեղ, որտեղ Աստված է սկսում։